Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Հայտնի դարձավ, որ Եվրոպական միությունը պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբերանվտանգությունն ամրապնդելու նպատակով։ Պարոն Գրիգորյան, ինչ եք կարծում, Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը սպառնացող վտանգները որտեղից են, մասնավորապես որ երկրներից, որ շահագրգիռ խմբերի կողմից։ Տեսեք, այո, եւ իհարկե կա հիբրիդային պատերազմ եւ կա անհատական մարդկանց թիրախավորում եւ կա քաղաքական ուժ որպես իշխանությանը թիրախավորում ու հիմնականում իշխանությանը թիրախավորում կա եւ դրա համար այո մեծ աջակցություն է պետք Եվրամիությունից եւ խնդրել են եւ նրանք կտրամադրեն եւ կարծում եմ դա էլ է բավարար չի դրան դիմակայելու տեսեք այն ուժերը ովքեր ցանկանում են որ Հայաստանի թե ներքաղաքական թե արտաքին քաղաքական իրավիճակը խալխուլ լինի այդ ուժերը ամեն ինչ անելու են որ Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնեն եւ թույլ չտան որպեսզի Հայաստանը գնա դեպի խաղաղություն թույլ տան որ Հայաստանը զարգացում ապրի եւ այդ ուժերը իրենց հետևորդներին, եթե կարելի է այդպես ասել, կամ իրենց դասովճիկներին ուղարկել են Հայաստան, որպեսզի գան եւ այստեղ սուտ ու կեղծիք տարածեն եւ բազմաթիվ անգամներ մենք տեսնում ենք որոշակի քաղաքական ուժեր, եթե կարելի է այդպես անվանել, գնում են տարբեր տեղեր եւ նկարում են ամենավատը եւ ներկայացնում են վատ ձևով, բայց ամենալավերի մասին մոռանում են եւ մոռանում են իրենց ժամանակվա, իրենց հայրերի ժամանակվա թալանը եւ այլն եւ հիմա պետքա հանրությանն ու հասարակությանը ճիշտը մատուցել եւ գիտեք որ մենք լրատվական իմաստով էլ մենք քիչ լրատվականներ կան, որոնք իրապես ճիշտն են լուսաբանում եւ քիչ լրատվականներ կան, որ չեն ծախվում եւ դրա համար մենք այդ կիբերանվտանգության դեմ պետքա ռեալ գործիքակազմով պայքարենք։ Պայքարը դուք օրինակ ինչպես եք տեսնում։ Մի տեսակ շատ անորոշ մշուշոտ է։ Օրինակ ձեր պատկերացմամբ այդ պայքարը ինչ դրսևորում պետք է ունենա։ Տեսեք, պայքարը նախ պետքա անենք սկսած մեզանից եւ պետքա մենք ճիշտը մատուցենք Հայաստանի Հանրապետությանն ու եւ հայ ժողովրդին, որպեսզի նրանք իմանան, բայց քանի որ կան բազմաթիվ fake սայթեր եւ fake մարդիկ, ովքեր իրենց դիվանին նստած կոմենտներ են գրում վարձով, գումարի դիմաց եւ կան տաքսու վարորդներ, որոնք բազմաթիվ անգամ խոսվեց այդ մարսին, որ իրենք վճարվում են, որպեսզի ապատեղեկատվություն տարածեն եւ վարսավիրներ եւ այդ ցանց ունեցող մարդիկ եւ հիմա դրա դեմ պետքա մենք առնենք եւ պետքա ես կարծում եմ նաեւ այստեղ օրենսդրական փոփոխություն ա պետք երևի իմ կարծիքով իրավաբաններն այդ մասին կասեն, որպեսզի լրատվությունն մի քիչ զուսպ լինի եւ թույլ չտա բաներ ստեր կեղծիքներ տարածել մի քանի օր առաջ տեսանք մենք բոլորս թե ինչպեսի սուտ էր տարածվում Հայկ Կոնջորյանի տան բնակարանի մասով եւ այդ սուտը միանգամից այդ փուչիկը պայթեց հիմա իմ մասով կա այս պահին արդեն դատարանը վարույթ ընդունել դատի եմ տվել ժողովրդուրա թերթին եւ բայց դու չես կարող ամբողջ քո օրը քո գործը թողես եւ ընկնես դատարանների առջեւ իմ կարծիքով պետքա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով այդ ամեն ինչը կասեցվի ես ամենայն դեպս այդպես եմ մտածում Քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին արդեն ընտրական ցուցակի ձևավորման շուրջ աշխատանքներ են ընթանում պարոն Գրիգորյան խնդրում եմ ասեք դուք ինչ ակնկալիքներ ունեք, ինչ հավակնություններ ունեք ապագա խորհրդարանում հայտնվելու մասով։ Տեսեք, եթե իմ քաղաքական թիմը որոշի, որ ես իրապես պետք եմ ազգային ժողովում եւ իմ գործունեությունը պետք է ազգային ժողովում, ես կլինեմ ազգային ժողովում եւ իմ կուսակցական ընկերները եթե ցանկանան, իսկ ընտրեն եւ ես կլինեմ ազգային ժողովում, եթե չեն ցանկանա ինձ այլ ոլորտում կտեսնեն, ես պատրաստ եմ հանուն կուսակցության ամեն ինչ անել, որպես կուսակցության հիմնադիր անդամ, ես չեմ պատրաստվում ինչ-որ որևէ ակնկալիք չունեմ, որ այսպես պետք է լինի կամ այնպես, ես ցանկանում եմ ոսկե որոշի կուսակցությունը այնպես իրականացրել եւ կարծում եմ, որ 2026 թվականի ընտրություններին քաղաքացիական պայմանագրի դիմաց չկա մի ուժ, որից կարելի է անհանգստանալ եւ կաշկանդվել եւ հայ ժողովուրդն էլ գիտի այս մասին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ եւ այս պահին միակ ֆավորիտն է իշխանություն դառնալու։ Իսկ խորհրդարանում հայտնվելու շանսեր ունեցող երկրորդ, երրորդ, չորրորդ գուցե ուժ
ուժերը որոնք են ձեր դիտարկմամբ գործող խորհրդարանական ընդդիմություն, գործող խորհրդարանական ընդդիմությունը ձեր դիտարկմամբ ունի շանս հայտնվելու, թե նոր ուժերի ականատես։ Իմ կարծիքով նոր եւ հին չկա, կա Ռոբերտ Քոչարյան եւ իրենից սնվող կամ իրեն հետ նարդի խաղացող որոշակի քաղաքական ուժեր եւ կա Սերժ Սարգսյան եւ նրա ենթակայության տակ եղած մարդկանց զավակներ կամ թոռներ միգուցե մի քանի տարի հետո արդեն ծորներ մասնակցեն այս քարոզարշավներին, բայց վերջնական արդյունքում դեմքը մեկն է, դա Քոչարյան Ռոբերտն է եւ թե ինչքան կմասնատվի իրենց ուժը եւ կարծում եմ հաջորդ խորհրդարանին այս քանակի ընդդիմություն չենք ունենալու եւ եթե նույնիսկ ունենալու ենք ավելի քիչ եւ եթե նույնիսկ ունենանք էլ իրենք հասկանալու են, որ իրենք սպառվել են եւ պետքա այլ օրակարգ բերեն, ոչ թե ամեն օր գան ինչ-որ անիմաստ բաներով զբաղվեն։ Օրինակ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը միասնության թևեր անունով նախաձեռնությամբ ազդարարել է քաղաքականություն մտնելու մասին։ Նրա շանսերն ինչպես է գնահատում եւ նա նախկին իշխանության որ թևի հետ է աֆիլիացիա։ Տեսեք, Թաթոյան Արմանը եղել է Սերժի փոխնախարարը։ Սերժի փոխնախարարը։ Իսկ մենք գիտենք, որ Սերժի փոխնախարարը չի կարող երբևիցե լինել անկախ մարդ։ Մենք այն ժամանակ գիտեինք այսպես էր. կուսակցական ես, աշխատում ես, կուսակցական չես աշխատում։ Ես ինքս իմ պրակտիկայում չեմ ընտրել, ոչ թե չեմ եղել կուսակցական, չեմ ընտրել դաշնակցությանը, դրա դիմաց ես ազատվել եմ ազգային պարակի որպես աշխատող։ Այսինքն ոչ կարա Սերժի Արմանը լինի ընդդիմություն կամ չգիտեմ այլ ընտրանք չի, իմ կարծիքով եթե հանրապետական կուսակցությունն էլ առանձին թևով մասնակցի, նրանք երկուսն էլ չեն հայտնվելու խորհրդարանում եւ դա լինելու իրենց մեծ սխալը եւ պետքա գոնե միասնական մասնակցեն, գոնե մեր այս շեմը որ ցածրացել են, գոնե հայտնվեն ոնց իրենց այս մյուս թիմը հայտնվեց խորհրդանում, գոնե գան նստեն լսեն, կա լավ բաներ սովորեն։ Պարոն Գրիգորյան, որպես Գեղարքունիքից ընտրված պատգամավոր, խնդրում եմ ձեր շփումներով կիսվեք մեզ հետ, մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթերից հետո իրավիճակն ինչպիսին է, հանդարտ է, ձեր շփումները ժողովրդի հետ, բարեհոգեբանական առումով, ինչի մասին են վկայում, մարդիկ զգում են խաղաղության շունչը, մարդիկ հավատում են խաղաղությանը, մի քանի խոսքով խնդրում եմ նկարագրեք։ Ճիշտն ասած, օգոստոսի 8-ից հետո խաղաղության նախաստորագրումը գոնե իմ համար խաղաղության սկիզբն էր եւ այդ խաղաղությունը պետք է խնամենք, որպեսզի դառնա իրապես խաղաղություն եւ ժողովուրդը դրանով ողջավորություն ունի մեծ եւ սահմանամերձ համայնքում Գեղարքունիքի կառուցվում են պետության կողմից տրամադրվող գումարով տներ եւ դա վկայում է նրա մասին, որ մարդիկ գնալու են եւ այնտեղ ապրելու են եւ այլ մարդիկ, ովքեր այնտեղից հեռացել են պատերազմի կամ ինչ պատճառերով, այդտեղ գնալու եւ այնտեղ ապրելու են։ Այնտեղ մենք կառուցում ենք իմիջում կադրված բազմաթիվ կրթահամալիրներ, կոնկրետ սահմանամերձ համայնքներում մեծ կրթահամալիրներ ենք կառուցում, կախակն, կուտական, տրետուկ, փոքր մասրիկ, այնտեղերը որտեղ ես եմ գնացել եւ այնտեղ կա ես արդեն մոտ 7-ից 8 կրթահամալիր նկարահանել եմ եւ կան այլ ավելինը, որ դեռ չեմ հասրել, այնտեղ դպրոցներում ուղղակի անասունը ջիլի հիմնական դպրոցը, որտեղ 2018-ին որ գնացել ենք քարոզարշավի, անասունները էին մուտքի էլ քանում դպրոց, որտեղ այնտեղ չկար դուռ եւ լուսամուտ, այսինքն մարդիկ շունչը տեսնում են եւ վստահ եմ ինչքան էլ ապատեղեկատվություն կան տարածեն, ընդ որում ապատեղեկատվություն շատ է, անցած անգամ մի կին խոսում էր միտեղ, ասում էր գնացել է սոցհարցման, ինքը չգիտեր որ ես այնտեղ եմ եւ ասում էր ազգային ժողովից 50%-ից ավելին գոհ են, բայց իրանց հրապարակումը հետո տեսա որ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի երկու բնակավայրում նորատուսում եւ Կարմիր գյուղում հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ժողովուրդը դժգոհ են, բայց ինքը ասում էր որ ըստ էության գոհ են, չգիտեմ այդ արդյունքներով ով էր պատվիրել, ասած ինչա որ ժողովրդի մեջ կա հանգստություն եւ կա նպատակներ եւ ես կարծում եմ մեր դրսի հայությունը լիս միշտ դիմում է որ ուզում են գանք այստեղ ներդրում անենք եւ այլն, հուսով եմ որ 26 բոլորն էլ սպասում են 26-ի ընտրություններին եւ բոլորն էլ կարծում եմ գալու են եւ այստեղ ներդրումներ են անելու։ Հարցումներից խոսեցիք, պարոն Գրիգորյան, գիտեք որ սոցիոլոգիական հարցումները վկայում են այն մասին, մասնավորապես Գելափի վերջին հարցումը, որ քաղաքացիական պայմանագրի հանրային վստահության ցուցիչ
քիչ-քիչը գնալով նվազում է։ Գելափը ասում էր, որ վաղար շաբաթում պարտվել են, արդեն պարտվել են իր տվյալներով։ Գելափն ասում է Ռոբերտ Քոչարյանը հաղթել է 21 թվականին հայտարարվավ, հիմա մենք ասում ով փողը տալիս է երաժշտությունն ինքն է պատվիրում, հիմա եղել է մենք էլ չունենք որտեղ ստանք։ Սա էլ եք համարում հիբրիդային պատերազմի, տեղեկատվական պատերազմի միանշանակ, այս ամենակարևոր առաջ եթե բաժանենք 10 բալային աստիճանի, ինքը երրորդ տեղում է հիբրիդային մեծ պատերազմը, որ այս հարցումն այսքան ցույց տվեց այն Facebook-յան մի ընդդիմադիր լրատվական կամ ընդդիմության մի ներկայացուցիչ հարցում է դնում ում կընտրեք, իր ընկերները Facebook-յան մտնում նշում են, որ չգիտեմ, օրինակ, այս ինչ քաղաքական ուժին ասում, տեսեք, սոցիա, այդ ամենամեծ ապատեկատվությունն է, հուսով եմ դրա դեմը մենք կառնենք եւ արդար թափանցիկ ընտրություններ թող լինեն։ Թող օրեցը մեկը գա եւ հաղթի։ Այսինքն հաղթելու է ընդհանրապես ժողովուրդը եւ ժողովուրդը թող որոշի ով է լինելու, բայց եթե չկա փորձում են այդ ֆարսերի միջոցով անել, բայց ասեմ ժողովուրդը արդեն քիչ-քիչ քաղաքական հասունություն է ձևավորում եւ անցած անգամ գավառում մի ռեպորտաժ էի նկարել մի լրագրող, մի մարդ ասում է, որ բացի ասֆալտից ուրիշ բան չեն անում։ Հիմա ես ասեմ, օրինակ գավառում 9-րդ դպրոցն է կառուցվում, Նորատուսի առաջինը, Բացառատ թաղամասի 7-րդ դպրոցը պետք է հեսա վերակառուցվի, Գավառի երրորդը, եթե չեմ սխալվում, առաջինի տանիքը, չգիտեմ, Գանձակի 2 դպրոցների սպորտզալերը, Լճապ դպրոցի սպորտզալերը, այնքան կարող եմ թվարկել, այդ օրինակ Բերդկում կամայքում ընդհանրապես մանկապարտեզ չկար, չի եղել բացառապես, հիմա նոր մանկապարտեզ ունեն, այսինքն այս տեսակ բաներ են անել։ Պարոն Գրիգորյան, վերադառնանք ներքաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկին, ակտուալ հարցերից մեկին, որը եկեղեցու շուրջ արդեն ամիսներ ձգվող ճգնաժամն է։ Ես լուսաբանում եմ վարչապետի մասնակցությունը պատարակներին առիթի դեպքում եւ տեսնում եմ, որ դուք նույնպես մասնակցում եք պատարակներին։ Ըստ ձեզ, պարոն Գրիգորյան, այս ճգնաժամը ինչպես կհանգուցալուծվի, ինչ ժամկետում, արդյոք ինքնական խաղաղ կհեռանա Գարեգին բն, թե այլ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն։ Ես կարծում եմ, իմ կարծիքն է, եւ որ եթե մեկին վիրավորելու քավալիցի մտադություն չունեմ, բայց եթե նամուս ունենար, արդեն գնացել էր իմ կարծիքով, որովհետեւ այսքան եպիսկոպոսների դիմումներ, այսքան ժողովրդի ասել եւ այս ամեն ժողովուրդը ավելի հենից գիտեին, այո, բոլոր պատարակներին ես մասնակցել եմ մինչ այս պահը եւ ընդհանրապես միշտ եմ մասնակցել պատարակների եւ տեսեք այս մասին բոլորը գիտեին, բայց ոչ մեկ չէր բարձրաձայնում։ Հիմա պետք է անենք մեր մեջ հոգեվոր հեղափոխություն եւ բոլորս դառնանք դեպի Աստված, դեպի եկեղեցի եւ Կտրիչ Ներսիսյանը միանշանակ այս ամոթալի դեպքերից հետո պետք է առնվազն հեռանա եւ հուսով եմ կունենա այնպիսի ենթագիտակցություն, որ հեռանալուց առաջ եւ ներողություն կխնդրի հայ քրիստոնյաներից եւ ընդհանրապես աշխարհի բոլոր քրիստոնյա ազգերից եւ բոլոր հավատավոր ժողովրդից, որ ինքը այս տեսակ սխալներ արել։ Ես հուսով եմ շուտ է լինելու այդ եւ որտեվ եթե մի բանի մեջ կոպիտ ասած Աստծո կամքը եղավ, դա լինելու է, որ շուտ է լինելու, կամ եթե շուտ էլ չի լինելու, ապա լինելու է։ Հիմա չգիտեմ, եթե այդ մարդը այդքան թասիբ, չգիտեմ, հավատավոր ժողովրդին այդքան չի սիրում եկեղեցին, չի սիրում մարդկությանը, միգուցե մի քիչ էլ փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը, որովհետև ինքը ըստ էության հասկացանք չէ, որ ինքը տիրապետում է գանձարանին եւ իր միակ խնդիրը գանձարան տիրապետելն է։ Ուզում եք վաղը թող վարչապետը հայտարարի, ասի գանձարան տալիս են քեզի, բայց դու գնա եւ թող մարդիկ գան իրապես հավատավոր ժողովրդին պատարակներ մատուցեն, ես վստահ եմ ինքը համաձայնելու է։ Եվ թերևս վերջին հարցը, պարոն Գրիգորյան, եթե ամփոփելու լինենք քաղաքական տարին, ձեր դիտարկմամբ ինչպիսի տարի էր քաղաքական առումով, ձեռք բերված պայմանավորվածությունների առումով, Հայաստանի առջև ծագած եւ հաղթահարված կամ գուցե դեռևս չհաղթահարված մարտահրավերների առումով։ Տեսեք, 2025-ին արտաքին քաղաքականությունը ուղղակիորեն փայլեց, խաղաղության պայմանագիրն նախաստորագրում, Գերմանիայի հետ այս վերջին հանդիպումները, Եվրամիության հետ հանդիպումները, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ շփումը եւ այլն փայլեց եւ դա մեր երկրի առաջ գնալու ճանապարհ դրեց մեր երկրի առաջ գնալուն, բայց ներքին քաղաքական վիճակն էլ դարձավ ծիծաղելի արդեն,
որովհետև ոչ քաղաքականացված մարդիկ սկսեցին խոսել քաղաքականությունից, իսկ դա արդեն շատ լուրջ է եւ անկեղծ տեսեք, ես բազմաթիվ մեղադրանքների իմ հասցեին ննչեցվեց, մտան եթեր եւ այլն, ես չպատասխանեցի, բայց եւ մտածում եմ այդ տղեն երևի ուզում էր ես իրան պատասխանեի, որ իրաց ցուցակում մի քիչ առաջ ընկներ, այսինքն այս որակի ընդդիմություն ձևավորվեց, փորձեցին իրենցից տարանջատել, հետո հանրապետականից Քոչարյանից մի քանի հոգի եկան, միացան, ոչ մի խոսքով ծիծաղելի քաղաքական իրավիճակ ստացվեց, ի տարբերություն օրինակ 24, 23 կամ 22 թվականներին։ Հիմա ես կարծում եմ 2026 թվականը լինելու է Հայաստանի վերջնական զարգացման առանցքային տարի եւ ժողովուրդը գնալու է եւ քվեարկելու է իր իսկ օգտին, որ ընտրելու է այն քաղաքական ուժին, ովքեր դոլարով միլիոնատեր չեն դարձել, ովքեր չեն գողացել եւ այդ փողերը առանց գողանալու դրել են իրենց դպրոցների, մանկապարտեզների եւ այլնի վրա եւ այն գողոնն էլ հետ են բերելու եւ ես մի քանի օր առաջ ուրախություն մեծ գավառ համայնքից մոտ 1.5 միլիոն դոլարի գույք հետ բերվեց պետությանը եւ կամ բազմաթիվ այլել եւ բոլորին ասում են որ հետա բերվելու հատիկ առհատիկ ինչպես վարչապետն ասում։ Շնորհակալություն զրույցի համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։